Երեկո հարգելի հյուրեր, շնորհակալություն բոլորի ձեր ներկայության համար, շնորհակալություն, որ այս երեկո մեզ հետ եք։ Նարեկացի արվեստի միությունը ողջունում է բոլորիդ։ Այսօր մեր հարկի ներքո պրեմիերա է առաջնախաղ, եւ շատ ուրախալի է մեզ համար, որ այսօր ելույթ են ունենում մեր Նարեկացի արվեստի միության թատերական խմբակի սաները եւ այսօր նրանց առաջին ներկայացումն է։ Ներկայացումը կոչվում է Ոսկեշեն և Սիրաշեն, բոլորիդ մաղթում եմ հաջելի դիտում, հուսա մեծ բավականություն կստանաք։
Եկեք, մի ամաչեք, դուք ձեզ լավ կզգաք մեր մոտ, սիրելի օտարական։ Սերիկ ջան, մեր օտարականի համար սեղան պատրաստի, քաղցած կլինի, այս դուքերն ամենաթանկագին հյուրն է։ Բարով եկեք, սիրելի օտարական։ Թող Սիրաշենը իր սիրով բարևի օտարականին, իսկ մենք դարձյալ վերադառնանք Ոսկեշեն։ Ահա, Ոսկեշենին է մոտենում մի որբ ու անտեր մանուկ։ Գորոզը նույնիսկ չի էլ ուզում լսել որբուկի վերջին խոսքերը և դուռը շրխկացնելով փակում է որբուկի առջև։ Որբուկը ճարահատյալ քայլերն ուղղում է դեպի Սիրաշեն տունը և թակում դուռը։ Որբուկին տանում են ներս, շոր են հագցնում, կերակրում, խնամում և քնեցնում։ Այս աշխարհում կա արդյոք ինձ խելացնիկին։ Ոչ, չկա, թող նախանձեն բոլորը, տեսնելով իմ հագուստը, վզնոցը իմ վզի, մատանիները իմ մատի։ Որբևայրին տխուր մոտենում է Սիրաշեն տանը և թակում դուռը։ Բույսիկ ջան, խնդրում եմ, դուռը բաց է։ Բարիկը սպասիր, ես կբացեմ։ Բարև ձեզ, ես որբևայրի մի կին եմ, երեխան շատ հիվանդ է, նրա համար տեղեր գնելու գումար չունեմ, ինձ մի բուժ
Իր ջան, մեր տունը շատ մեծ է ու դեռ էլի հյուրեր ունենք, սիրով քեզել ենք գտնում, տեղեր ունենք, հացեր ունենք, սերեր ունենք, ամեն բաներ ունենք հարկացով։ Որբևայնի կնոջը տանում են ներս, բժշկում երեխային, կերակրում, տաքացնում և քնեցնում։ Եկեք մի անգամ էլ վերադառնանք ոսկեշեն, միասին տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Դարձյալ այս դուրը, այնատ ինչքան կարելի է մարդկանց հանգիստը խանգարել, այն էլ մեզ նման պատվավոր, մեզ նման ճանաչված մարդկանց հանգիստը, գռոզ, այդ տղա, գնա դուրը բաց արա, և ով էլ որ լինի ասա, տեղ չունենք, հաց չունենք, հապերություն չունենք, այնատ ինչքան կարելի է, այս աշխարհում ինչքան ողորմելի, հիվանդ ու քաղցած կան, գալիս հասնում են այստեղ, կարծես այստեղ եկեղեցի է, կամ էլ որբանոց։ Ով է։ Ես եմ։ Հայրիկս ասաց ոչ հատ չունեն, ոչ տեղ ունեն, հապերություն չունեն, գնա մեզ մի խանգարի։ Քաշվի, պապան հրեշտակ, ինչու ես հեռանում մեզնից։ Իսկ մի չգիտեք թե ինչու։ Ոչ, Ես օտարական էի և իստեղ չպետեցի, քաղցած էի, հաց չտվեցի, հիվանդ էի, չբժշկեցիք։ բայց պապան հրեշտակ, մենք քեզ երբ հիվանդ, քաղցած և օտարական տեսանք, որ չօգնեցինք։ Եվ դուք այդ սիրելիներին, որ ձեզ դուք թակեցիք, օգնեիք, իմացեք, որ ինձ եք օգնել, բայց դուք այդպես չարեցիք, դրա համար ես դեռ ինձ օգնեցիք։ Բայց պապան հրեշտակ, մի հեռացիր մեզնից, մենք քեզ կընդունենք, կտանք ինչ-որ կցանկանաս, մի ուղի հեռացիր։ Ես լինում եմ այն տների, որի հույս, հավատ և սեր։ Վայ, մայրիկ, հայրիկ, պապան հրեշտակը։ Հիսուս Քրիստոս օրհնում է ձեզ։ Այ դու ես մեղավոր, որ պապան հրեշտակին մեր ձեռքից բաց։ Բայց դու ես մեղավոր։ Մեջքս, անի եստեղ։ Այլ ես սանցի։ Որ պապան հրեշտակ։ Երեխեք նախ ուզեմ շնորհավորել ամեն մեկու ձեր մեկ առ մեկ ապրեք, կեցեք, Նարեգացի արվեստի միությունը 20 տարիների ընթացքում բացի Շուշիից Երևանի մեջ չի ունեցել փոքրերի թատերական խմբակ։ Եվ դուք այսօր մեզի նվիրեցիք այդ նվերը։ Անշուշտ մտահղացումը կպատկանի Վովային, Վովան գիտեմ բոլորը երևի դրանք ովքեր ծանոթ չեն, Վովան Նարեգացի արվեստի միության Շուշիի մոտնաճյուղի ինքը պատասխանատու էր թատերական խմբի և ոչ միայն համարային ճամբարում
Զանազան տեսակի ցանկացած բանի ինքը միշտ այնտեղ էր, միշտ աջակցում էր, միշտ օժանդակում էր։ Եվ այս ամեն ինչը, որ նվիրեցի մեզի գլխավոր հերոսը ինքն է։ Մի հատ հատուկ ծափահարություններ։ Շնորհիվ է, որ այս ամեն ինչը կայացա։ Հիշում եմ այն օրը, որ մոտեցա եւ ասեցի կարելի է նարեկացիում է։ Միջայլոց ոչ դեղ չունեինք, ժամանակ չունեինք, ազ չունեինք, ան չունեինք, բայց փոքրիկ եկեղը սենյակում խցկված, մտադրված, նվադագասլած, բան ասեց ինձ տվեք 2 մետրով 2 մետր ես կհաջողցնեմ։ Այդպես էլ եղավ, եւ այսօր մենք ականատես ենք այդ ամեն ինչին։ Բրավո։ Երեխեք, թատրոնը շատ կարևոր բան է, շատ։ Ոչ միայն դուք մեզ ընծայում եք, նվիրում եք պատկաններ, ներշնչում եք, լուսավորում եք, մանավանդ այս նյութը շատ հետաքրքրական է, ու մեջ կա բազմաթիվ պատկաններ։ Եվ դուք կարողացաք այդ ամեն ինչը մեզ տալ։ Եվ վստահ եմ, որ դուք բեմի վրա նաև դուք զգում եք յուրահատուկ զգացողություններ, մտքեր, մտահղացումներ, եւ այս ծեր արչեւ թատրոնը բացում է նոր աշխարհ։ Ինքը ինքնին յուրահատուկ աշխարհ է, կյանքից մի քիչ անչափվում եք եւ թատրոնի մեջ լինելով շարունակ դուք շատ բան կսովորեք։ Թե աշխարհի մասին, թե ծեր մասին, թե կյանքի մասին։ Եվ դες շատ բան գտածեցի թատրոնը, շատ կարևոր է։ Ապրեք, քանի որ այսօր դուք շատ գեղեցիկ ամեն ինչ ներկայացուցիք, որ հիշեք այսօրը Նարեկացի արվեստի միությունը ցեզ տալու է փոքրիկ գրքույկ, որ կոչվում է աղբյուր, որու մեջ նաև կան ցեզ կգտնեք նաև այս գրքույկի մեջ։ Շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր որ ամեն ինչ արեցին, որ այս ներկայացումը իսկապես կա։ Սկսած Նարեկացի արվեստի միությունից, հիմնադրից, Նարեկից, որ տվեց, վստահեց, դե գիտեր իմ գործունեությունը, բայց դեռ մի քիչ ուրիշ էր Շուշին։ Շուշի շատ մեծ շինություն էր, շատ մեծ հնարավորություններով, այստեղ մի քիչ ավելի ուրիշ, բայց վստահեց ու ստացվեց, ոնց հասկանում եմ, էսի ավելի շատ փակ դիտում էր ոնց որ, բայց նաև պրիմիեր է, հա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բեմանկարչին, Հասմիկին, ընկեր Հասմիկին, Նարեկացի արվեստի միության նկարչության դասատու, չէ՞։ Ուզում եմ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ծնողներին, որ վստահեցին առանց իր ճանաչելու այս առաջին գործն է ու տա Աստված դեռ մնալու է, եթե ուրիշ գործել անենք, ուրիշ ներկայացումներ բեմադրենք, այս գործը կպահպանենք, էլ ավելի կկատարելագործենք, որտեղ ժամանակը որոշել ենք մի քիչ ավելի ուշ, մոտավորապես ամսի 25-ին պետք է լիներ պրեմիերա, բայց ինչ պատճառներով մի քիչ ավելի շուտ դեր ունեցավ, էլ ավելի կկատարելագործենք ու կպայենք մեր ռեպերտուարում, հետագայում ինչ-որ միտեղ կտանենք, չգիտեմ, եթե պետք լինի, կտանենք տարբեր ուրախավեր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիսատեսին, ձեր մասնակցության համար, որտեղ առանց հանդիսատես չկա թատրոն։
Երբ որ սկզբում ներկայացնում ենք, մենք չասեցինք թատերախմբի անունը, որտեղ անուն չունի։ Կարծում եմ ամենաճիշտ պահն է անվանակոչելու Շուշի, կարծում եմ, չէ՞։ Եթե դուք ծնվեցիք նորից նարեկացի սրտում, ուրեմն դու Շուշի եք, ուրիշ անուն չեմ պատկերացնում։ Բոլորը Շնորհակալություն։